Սուրբ Եփրեմ ասորիմ, Քարոզ Աստուծո Սուրբ Եղիա մարգարեի մասին։ Ինձ որպես պարգև բերեք ձեր լռությունը, խոնարհեցրեք ձեր լսողությունը։ Ձեզ կառաջարկեմ Սուրբ և փառապանծ Եղիայի մասին մի պատմություն, թե ինչպես էր նա միշտ ջերմեռանդորեն թախանձում, որ բոլորը երկրպագեին միակ Աստծուն։ Եվ երբ նա իմացավ, որ ժողովուրդը շատ արգելված բաներ անելով հեռացել է Աստծուց և ընկել է կուռքերին երկրպագելու մեջ, լցվեց բարկությամբ և նախանձով, լարեց աչքը, իր լեզվով պատռեց երկինքը և խոսքով հասավ մինչև երկինք։ Եղիան տեսնում է սատանայից գայթակղված ժողովրդին և խիզախությամբ ու մեծ վստահությամբ շեղում է նրան այդ մոլորությունից։ Եղիան տեսնում է մի ժողովրդի, որը նվաստանում էր կուռքերին պաշտամունք մատուցելով և սուտ մարգարեներով, որոնք հավաքվել էին անօրենների միջավայրից։ Եվ լցվելով նախանձախնդրությամբ և մեծ զայրույթով, նա իր բարկության խոսքն ուղղեց այս անօրեն ժողովրդին, խոնարհեցրեց ողորմած և բարեգութ Աստծուն, որ կատարի իր ծառայի խոսքը, կապեց երկինքը և կնքեց ամպերը, որպեսզի անձրև չպարգևեն նրանց։ Եղիան այսպիսի պատիժներով ցանկացավ ցույց տալ ամենազոր Տիրոջ զորությունը, և նրա անունով էլ երդվեց ժողովրդի առաջ ու ասաց. «Կենդանի է զորությունների Տեր Աստվածը, որի առջև կանգնում եմ։ Եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա, ապա այդ կլինի իմ խոսքերով»։ Այսպես անպարագրելի մի հրաշք կատարվեց Եղիայի միջոցով։ Ողորմած Աստված հենց այդ պահին ականջալուր եղավ նախանձախնդիր ծառայի խոսքերին և ինչպես որ Եղիան ասել էր, այնպես էլ շուտով կատարեց այդ մարգարեությունը, որն արտասանել էր աստվածային նախանձախնդրությամբ։ Եվ քանի որ երկինքը փակված էր և ամպերը կնքված, այդ պատճառով երկրի վրա գտնվող կենսունակ ամեն ինչ չորացավ։ Չորացան խաղողի վազերը, չաճեցին հացահատիկի հասկերը, բոլոր պտղատու ծառերը թաքցրեցին իրենց պտուղները, հողը պտուղ չտվեց և երկրի վրա այլևս կանաչ չէր երևում։ Ջրերի նվազության պատճառով վերացան բոլոր ծառերը, մի խոսքով Եղիայի մի սահմանումով երկրի վրայից վերացավ այն ամենը, ինչ որ կանաչում էր։ Ցնցող տեսարան էր ներկայանում այդ ժամանակ և սաստիկ ցավալի աղետ երկրի վրա, որը նման էր Նոյի ժամանակներում կատարված աղետին։ Մահանում էին ոչ միայն մարդիկ, այլև թե անասունները, թե գազանները և թե թռչունները։ Ինքդ խորհիր, նախանձահույս Եղիա, Աստծո հանդեպ մեղանչել են չար թշնամուց գայթակղված մարդիկ, բայց ինչ մեղք ունեն մանուկները, ինչու՞մ են մեղանչել անասունները, գազաններն ու թռչունները։ Բոլորին դու մահվան ես դատապարտել, գոնե որպես անմեղների սրանց ողորմիր ու ներիր և անձրև պարգևիր երկրին։ Սակայն սրա նման ամեն ինչ ոչ մի նշանակություն չուներ հրաշունչ Եղիայի համար, ունեցվածքով հարուստ մարդիկ վախճանվում էին սովից ու ծարավից, որովհետև անձրև չկար։ Ամենայնի արարիչը, որ միշտ պատրաստ է առատ պարգևներ բաշխելու մարդկային ցեղին, կիրառում է բոլոր միջոցները Եղիային խոնարհեցնելու, որպեսզի ցույց տա իր բարեգթությունը։ Իսկ երբ չկարողացավ համոզել նրան վերափոխելու իր զայրույթը, այնժամ ինքը Եղիան ուղարկվեց ուտելիք խնդրելու այրի կնոջից, մի կնոջից, որը շատ խեղճ էր և աղքատ։ Եղիան գալով այնտեղ, ուր իրեն կարգադրված էր, տեսավ մի այրի կնոջ, որը փայտ էր հավաքում։ Երբ նա իմացավ, թե ինչ ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում այդ կինը, ամաչեց խոսել այդ կնոջ հետ կամ ինչ-որ բան ասել նրան։ Սակայն իր ամոթխածությամբ հանդերձ կատարեց Աստծո կարգադրությունը և կարծես թե մի համարձակ գործի համար խիզախություն հավաքած, շփոթվածությամբ և հուզմունքով ձայն տալով ասաց. «Ինձ համար մի քիչ ջուր բեր, կին, որ խմեմ»։ Եվ դա ասում էր նա, ով երկինքը կապեց, որպեսզի չոռոգվեն հողերը։ Այրին աղաղակեց և ասաց Եղիային.
ով նախանձախնդիր մարգարե, քո շուրթերի խոսքերով փակեցիր երկինքները, որպեսզի դրանք անձրև չտան, ինչպես ես ինձ մոտ ջուր փնտրում, քո շուրթերով կապանքներ դրեցիր և պահեցիր մեզանից անձրևը ցամաքեցնելով հողն ու այն ամենը, ինչ որ գտնվում է դրա վրա, հասցնում ես մահացության, որտեղից ես քեզ ջուր տամ։ Շուտով Եղիայի սրտի գութը շարժվեց այրի կնոջ այս խոսքերից, և նրա մեջ փոքր-ինչ ողորմածություն արթնացավ։ Իսկ այրին, լսելով մարգարեական ձայնը, խոստացավ ջուր տալ նրան, որ խնդրում էր իրենից։ Սակայն հենց որ կինը գնաց մի քիչ ջուր վերցնի, ահա թե ինչ ասաց նրան Եղիան. «Ինձ համար մի պատառ հաց բեր»։ Իսկ այրի կինը նույն պահին աղաղակեց և ասաց Եղիային. «Կենդանի է քո Տեր Աստվածը, ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից։ Ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ և երեխաներիս համար, այն կուտենք, հետո կմեռնենք»։ Երբ այս խոսքերը լսեց սովից տոչորված Եղիան, մտածեց ինքն իր մտքում արձակի կապանքները, քանզի լսելով աղիողորմ խոսքը այրի կնոջ, ճիշտ նույն պահին նրան է դիմում խոսքով լցված ցավակցությամբ. «Քաջալերվիր, գնա և արա այնպես, ինչպես ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքր նկանակ պատրաստիր և բեր, և ապա պատրաստիր քեզ և երեխաներիդ համար, այսպես է ասում Տեր Աստված. ալյուր չի պակասելու սափորում և կուժի յուղը չի նվազելու մինչև այն օրը, երբ Տերն անձրև կտեղացնի երկրի վրա, և ինչպես նախկինում էր, կերակուր կաճեցնի բոլոր արարածների համար, որ ապրում են հողի վրա»։ Եվ կարծես թե չցանկանալով, նա ստորագրեց երկնքի կապանքների թույլատվությունը, քանի որ դա իրեն ստիպում էր անել քաղցածության ուժասպառությունը։ Իսկ այրին անհապաղ ներս մտնելով ջանում էր կատարել Եղիայի խոսքը, որ ասել էր իրեն հոգով հասկանալով, որ դա Եղիա մարգարեն է, որն իր շուրթերի խոսքերով կապել է երկինքը և դրա հետ մեկտեղ հավատաց, որ արդարի կողմից իրեն ասվածները կատարվելու են։ Բայց հետո, երբ Եղիան բնակվեց այրի կնոջ մոտ և հագեցած դարձավ անողորմ, ինչպես նախկինում էր, այն ժամ Աստված վերջապես մահ ուղարկեց այրի կնոջ որդու վրա և սրանով խոնարհեցրեց Եղիային կարգադրություն անելու երկնքի կապանքների արձակման համար։ Իսկ այրին, երբ տեսավ որդու վաղնջական մահը, եկավ մարգարեի մոտ և արցունքներով լցված ասաց նրան. «Ավաղ Աստծո մարգարե, որ նախանձախնդիր ես ամենքից, այսպիսի չարաչար վիշտ ու անբուժելի դժբախտություն պատճառեցիր դու իմ հոգուն։ Ինչի համար եմ այլևս ես դժբախտս ապրում այս աշխարհի վրա։ Իմ հարազատ որդուն դու մահվան մատնեցիր։ Գիտեմ և այն, որ քեզ համար մահացավ նա, որովհետև նախքան քո գալին որդին ողջ և առողջ էր։ Դաժանագույն սովի և անողորմ երաշտի ժամանակ, մինչ դու ճամփորդում էիր երկրով մեկ, մենք կերակրվում էինք և կենդանի էինք, սակայն այժմ, երբ եկար ինձ մոտ, թվում էր, թե մեր կերակրողն ես, սակայն մեզ մատակարարեցիր կերակուրներով և դարձար իմ միածին որդու մահաբերը։ Սովից հետո, հավաքելով ուժերս, ուժաթափ եմ լինում արցունքներիցս։ Մտածում էի, թե քեզ ինձ համար օգնական գտա, սակայն ես դավաճան գտա, քեզ իմ տուն ընդունեցի ապրելու ինձ հետ և զրկվեցի որդուցս, ճիշտ է, սովի ժամանակ կերակրեցիր մեզ, սակայն հետո մահվան մատնեցիր, հագեցրիր մեզ և հետո մահվան դատապարտեցիր իմ միածին որդուն։ Ես հույս ունեի և դու զրկեցիր ինձ դրանից, ես աչք ունեի, իսկ դու մահվամբ հանգցրիր այն։ Քո գալուստից հետո ես կորցրեցի իմ մխիթարանքը, քեզ հետ հանդիպելուց հետո ես զրկվեցի իմ որդուց, քանի որ հենց դու եկար, իմ երեխան մահացավ։ Ես զրկվելով սիրելի որդուց ցավալի հարված կրեցի։ Ինչ օգուտ ինձ, թե այդ ալյուրից և թե այդ յուղից, որ կերակուրներս հագեցնելու համար են, երբ որ մահացավ իմ որդին։ Ինձ համար ավելի լավ կլիներ բոլորի հետ միասին վախճանվեի սովից, քան թե կուշտ լինեմ և զրկվեմ իմ որդուց։ Ով պետք է ուտի այն ամենը, ինչ որ դու տվեցիր ինձ։
Ինչ եմ ես շահում ունենալով ուտելիքների հագեցվածություն, երբ զրկվեցի իմ որդու փառքից։ Այժմ կործանվում եմ արցունքներ թափելով և նրա մասին հոգոց հանելով։ Ախ, ավելի լավ կլինի չտեսնեմ քեզ ու չլսեմ քեզ հետ հանդիպելու մասին։ Ես չէի ցանկանում զրկվել իմ սիրելի որդուց։ Հարկավոր էր տեսնել, թե ինչպես էր այդ խեղճ այրին արցունքներով ողողված իր գանգատները հայտնում Եղիայի ոտքերի մոտ, և երբ լսեց նախանձահույս Եղիան այս ամենը, տրտմելով իր հոգում շտապեց աղոթքի և կանգնելով Աստծուց խնդրեց և ասաց. «Տեր, բաց թող այս այրի կնոջ որդու մահվան կապանքները և հարություն տուր նրան»։ Լսելով այս, բարեգութ Աստված կոչ արեց Եղիային. «Արձակիր երկինքը, որ կապեցիր քո շուրթերով, և որից հետո միայն խոսքով կարձակեմ մահվան կապանքները, որոնք իմ հայեցողությամբ դրեցի քեզ համար։ Ուղղի՛ր քո հայացքը և տես Եղիա, ինչպիսի բազմություն մահացավ, թե ծերերի, թե երիտասարդների և թե երեխաների, որոնց հետ մահացան նաև իրենց մայրերը։ Նայիր և կտեսնես ողջ տիեզերքը արցունքներով ողողված, կտեսնես, թե ինչպես են մարդիկ ողբով վայր ընկնում, խնդրելով միայն անձրև։ Դու միայն մի կնոջ համար ես ցանկանում ողորմած և բարեգութ լինել, որն արտասվում է իր որդու համար, մինչդեռ աղիողորմ արտասվում է մի ամբողջ տիեզերք, և դա տեսնելով դու ուշադրություն չես դարձնում նրանց վրա, թե ինչպես և ինչու են ուժասպառ լինում։ Գիտեմ, Եղիա, որ նախանձախնդրությամբ շարժվելով ես այս պատիժը դրել։ Գիտեմ նաև, ով Եղիա, որ չկա քեզ նման մեկը»։ Նույն պահին Եղիան պատասխանում է իր տիրոջը և ասում. «Կյանք պարգևիր այդ տղային և արձակիր երկինքը, որ անձրև գա բոլորի համար, միայն թե ազատիր ինձ այդ այրի կնոջ արցունքներից, որպեսզի այլևս չավերի իմ հոգին իր դառը արտասուքներով»։ Եվ երբ տղան վերակենդանացավ, Եղիան վերցրեց ու տվեց մորը։ Իսկ մայրը մեծ ուրախությամբ ընդունեց իր միակ որդուն և ասաց Եղիային. «Այժմ համոզվեցի, որ դու Աստծո մարդն ես և Տիրոջ ճշմարիտ խոսքն է քո բերանում»։ Այդ ժամանակ Աստված ասաց Եղիային. «Գնա և երևա Աքաաբին, իսկ ես անձրև կտեղացնեմ երկրի վրա»։ Եղիան գալով Աքաաբի մոտ ասաց նրան, որ Աստված անձրև կտա իր երկրի վրա։ Եվ հավաքելով Իսրայելի ողջ ժողովրդին, մահվան մատնեց բոլոր քուրմերին, որոնք զոհաբերություն էին անում Բահաղին։ Եվ այսպես բոլորին դարձնելով առկենդանի Աստված հավատքի, մեծ երկրաշարժի ժամանակ Եղիան հրեղեն կարգով դեպի երկինք վերացավ, Եղիսեին վերևից գցելով իր մորթե վերարկուն։ Եվ մեր Տիրոջը օրհնություն և փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։